Բարի օր բոլորին։ Այս վիդեոյի հիմնական թեման լինելու է իմ երեկվա անդրադարձը Գագիկ Թադևոսյանին։ Իմ վիդեոյի սկզբում։ Քանի որ երեկոյան ես համ խոսել եմ համ Գագիկ Թադևոսյանի հետ adekvatության շրջանակներում, համ խոսել եմ իմ ֆեյսբուքյան ընկեր Էդո Կայարանցու հետ, ազգությամբ եզդի։ Ինչպես ցանկացած կոնֆլիկտ, այդ կոնֆլիկտը ևս ունի երկու կողմ։ Մարդիկ, ովքեր վիճվել են իրար հետ, ամեն մեկն ունի իր ճիշտը, ամեն մեկն ունի իր տեսակետը, ամեն մեկն ունի իր տեսլականը, թե որտեղից է այդ ամեն ինչը սկսվել։ Փոխադարձ վիրավորանքները մեկը մյուսին։ Համացանցային տիրույթում։ Ճիշտ է, ես էլ եմ համացանցային տիրույթում վիրավորում, բայց այն վիրավորանքը հնչում է միայն Արցախ հանձնող բոզի տղու հասցեին։ Ու որոշակի անհատականությունների, ովքեր լինելով, չգիտեմ, իրանցից ոչինչ չներկայացնելով, փորձում են ներկայանալ լինելով ուրիշ լեզվով ասեմ, լինելով ճճլիկ կանֆետ, շուշականֆետ, իրանց դնում են Ռաֆայելոյի տեղ։ Ես վիդեոյի իմաստը չեմ ուզում անես մեկնաբանվի, որ ես սենց փորձում եմ անենց հանեմ, որ այդ կոնֆլիկտը շարունակվի, չէ։ Շարունակեն այդ կոնֆլիկտը իրանք իրար մեջ, թե չէ, որոշում են իրանք։ Շատ հասարակ մոտեցում ունեմ ես։ Այդ կոնֆլիկտը իրանք շարունակեն, թե ստոպ կտան, որտեղ ամեն մեկը իրանց հերթին ասել է իր սրտի ուզածը, դες ձևակերպ են, չակերտներով սրտի ուզածը։ Բայց ինչքան ես հասկացա, այդ ամեն ինչը սկսվել է կոմենտ գրելուց, որը ես ոչ միտեղ չտեսա այդ կոմենտը։ Որ Էդոն կոմենտ է գրել Գագիկ Թադևոսյանի հասցեին կամ Գագիկ Թադևոսյանի մասին, որ դու ես ինչ երկրի շպիոնն ես, ունդը գնացել է արդեն փոխադարձ վիրավորանքներ։ Հաջորդիվ եկող տեսանյութերի մեջ, ես տենց հասկացա։ Միգուցե սխալ եմ հասկացել եմ ասում, ես չեմ փորձում կրակի վրա յուղ լցնեմ։ Կշարունակեն կոնֆլիկտը, չեն շարունակի։ Ուղղակի ստոպ կտան, որոշում են իրանք։ Ես չեմ մտնելու այդ երկու մարդկանց արանքը։ Բայց ես իմ դիրքորոշումը չեմ փոխում։ Մարդկային դիրքորոշումը, ես հիմա խոսում եմ որպես հայ հայերի հետ։ Ինչ եմ ասում հայերի հետ, որտեվ շատ պարզ օրինակ, ասենք, Կայարանցի Էդոն ազգությամբ եզդի է, բայց ես էլի եմ կրկնում, նախորդ տեսանյութի մեջ ես ունեցել եմ եզդի համադասարանցիներ։ Ես իրանց համարել եմ իմ ընկերը, իմ աղբերը։ Ես չեմ տարբերում հայ ու եզդի ժողովրդին։ Այսինքն տարանջատում չեմ մտցնում, իմ մեջ դա չկա։ Անկախ ամեն ինչից, շատ չեմ ուզում այս թեմայի շուրջ խոսամ, անկախ ամեն ինչից, զուտ իմ սուբյեկտիվ կարծիքով, եկեք մենք հայերով գանք հասնենք մի կետի, եթե մենք բոլորս ունենք աուդիտորիա, ես խոսում եմ ձեր մասին, ճիշտ է, ես էլ ունեմ, օրինակ որպես անհատ, ոչ թե որպես բլոգեր, ես բլոգեր չեմ, ես հասարակ շարքային հայ եմ, ես ինձ երբեք բլոգեր չեմ համարել, ոչ էլ կհամարեմ, դուք տանում եք հանրային գործունեություն, դա ձեր անձնական իրավունքն է, բայց եկեք ազգովի, ազգովի, այն մտածող հատվածով եկենք գանք հասնենք այն կետին, որ մեկս մյուսին, անկախ նրանից, թե որ մեկս աշխարհի երկրագնդի որ մասից է խոսում, օրինակ ես Մոսկվայում եմ հիմա, մեկս մյուսին չանվանենք այդ երկրի շպիոն, սա զուտ հորդորի կարգով, կանվանեք, էլի եմ ասում, դա ձեր անձնական իրավունքն է։ Ու եթե բանը հասնում է վիրավորանքի, խոսքի օրինակ։ Ես կնախընտրեմ,
օրինակ ես կնախընտրեմ ես միշտ իմ օրինակի իմ վրա եմ բերում։ Ես կնախընտրեմ վերցնել խոսքի, չգիտեմ ինչը, հեռախոսը, որը տվյալային սիգարետի պաչկա է, ծխախոտի։ Վերցնեմ զանգեմ ես մարդուն, ասեմ ապա ջան։ Խես իմ հասնեին sense բան գրե։ Ես կգերադասեմ այդ տարբերակը։ Եթե այդպես բան գրողը կամ ասողը կասի լավ եմ արել, այդ դեպքում ես այդ մարդու սեռը կարամ փոխեմ անվճար հիմունքներով։ Դա կլինի համացանցային տիրույթում թե դեմարդեմ։ Բայց եթե այդ մարդը կասի ես ինչ բանի հիման վրա, դու ես առաջինը այդ բանը թույլ տվե, չեմ ուզում դրա մեջ խորանամ, բացարձակապես, դրա ցանկությունը չունեմ։ Այս վիդեոյի, այս տեսանյութի հիմնական իմաստը դա է, որ ես զրուցել եմ եւ Էդոյի հետ, որ ունի իր տեսակետը, եւ Գագիկ Թադևոսյանի հետ, որ ունի եւս իր տեսակետը։ Ասեմ իմիջիայլոց իմ գնահատմամբ, ասենք ամեն մեկն ունի իր ճիշտը, ես չեմ մտնում ճիշտ ու սխալ անեմ, երբեք դա իմը չի։ Բայց միակ հորդորս բոլորին, այդ թվում նաև Գագիկ Թադևոսյանին եւ Կայրանցի Էդոյին։ Հորդոր, խնդրանք չէ, հորդոր։ Ամեն մեկս խոսում ենք աշխարհի տարբեր կետերից։ Հա, մեկս Հայաստանից, նույն ինքը Արմեն Ալեքսանյանը, որ ծվածեղ սարքելու համար տարան փագին տղուն։ Բայց մենք կոչում ենք դեմոկրատական երկիր։ Մենք կոչում ենք ազատ իրավունքի երկիր, նույն կապիտուլյանտի խոսելավոճի ու բառամթերքի ձևակերպմամբ։ Եկեք չգանք հասնենք այն կետին, որ մեկս մյուսին անվանենք այսինչ երկրի ագենտ։ Ու չվիրավորենք մեկ-մեկի։ Անցնող տարվա վերջի օրով։ Չվիրավորենք ուղղակի, փորձենք մնալ մարդկային արժանապատվության սահմանների մեջ։ Եթե դիմացինդ ունի այդ արժանապատվության զգացումը, ունի բարոյական չափանիշներ եւ նորմեր։ Սա զուտ իմ հորդորն է։ Մնացածը էլ եմ կրկնում, որոշում եք դուք։ Բայց եթե բանը գալի հաստման նրան, սա էլ պիտի ասեմ, որ մարդիկ որոշում են իրար վիրավորեն, վիրավորեք մեկ-մեկու, մի կպեք, ոչ ազգության, ոչ էթնոսի, ոչ հավատի, մի կպեք։ Դա իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կարծիքով, որը դուք իրավունք ունեք եւ ընդունել եւ չընդունել։ Չի մտնում ոչ մի բարոյական չափանիշի մեջ, ոչ մի բարոյական նորմի մեջ։ Քանի որ վառ օրինակ դուք երկուստ էլ կամ բոլորն էլ կհամոզվեն։ Այտենց մի հատ ցիրքի կրկեսի ծաղրացու մենք արդեն ունենք, որը կոչվում է ՀՀ վարչապետ։ Կրկեսի ծաղրացու։ Չեմ ուզում այս թեման վերածեմ քաղաքական թեմայի, բայց եթե ուզում եք ճիշտ հասկանալ իմ բառերի իմաստը, զուտ հայացք գցեք Նիկոլ Փաշինյանի գործելավոճին ու խոսույթներին։ Ինքը իրանից ոչինչ չներկայացնելով, օտար երկրա ղեկավարների մոտ կոֆե դնելով, գալիս է Հայաստան, գալիս է մեր բոլորի երկիր, ինքը իրան անվանում է հզոր, անկոտրելի, բայց փաստացի ինքը հանդիսանում է ջենջ, ով իր շուրջը համախմբելով մի շարք քնձխների, փորձում է ստեղծել հանրային օրակարգ, այտենց բան չկա։ Հանրային օրակարգ իրավունք ունեն ստեղծել հզոր անհատները, հզոր քաղաքական գործիչները, ովքեր ունեն անցած քաղաքական ուղի, ովքեր ունեն լավ